Ողջույն սիրելի ռադիո լսողներ ու ռադիոդիտողներ, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Modus Vivendi հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Ես կուզեմ մեզ զրույցը սկսենք Թրամփ-Զելենսկի հանդիպումից, ինչ տպավորություն ընդհանուր առմամբ ստացաք, ինչ արդյունքներ կան եւ երկրորդ մասով Թրամփ-Պուտին հանդիպումից ինչու է սարսափած Եվրոպան։ Ես կարծում եմ, որ Զելենսկին եւ Թրամփը տարբեր պայմանավորություններ կունենան, բայց ըստ էության ամեն ինչ կախված է թե զենքի մատակարարումների հարցը ինչպիսին կլինի, մասնավորապես տամագավկ այդ թրթիռները, որ շատ կարևոր է։ Ես մի քիչ չեմ վստահում Թրամփի խոստումներին, որտեղ ինքը ընդհանրապես սովորություն ունի մի բան ասել եւ լրիվ հակառակ անել կամ չանել։ Այդտեղ հենց պայմանավորված է նաեւ Թրամփ-Պուտին հարաբերություններով, Թրամփը քանի որ առաջնորդվում է հիմնականում տնտեսական շահով, իսկ տնտեսական շահի պարագային Ռուսաստանը ըստ Թրամփի շատ ավելի կարևոր է Միացյալ Նահանգների համար, ինքը փորձում է այդ հարցով շատ չնեղել Ռուսաստանին եւ կա մեկ ուրիշ հարց, որի մասին մենք խոսել ենք, դա այն է, որպեսզի անկառավարելի ռուսական տնտեսության եւ ռուսական պետության անկում տեղի չունենա, որտեղ հիմնական հակառակորդը եւ առաջիկա թշնամի երկիրը Չինաստանն է եւ Ռուսաստանը այդ առումով դիտարկվում է զսպող գործոններից մեկը։ Եթե ռուսական հումքը Չինաստանին ուղակի կամ անուղակի ձևով շատ ավելի մատչելի դառնա, քան այս պարզ վաճառքն է, այդ նշանակում է Չինաստանը կդառնա անզսպելի ուժ։ Սպասենք տեսնենք, ոնց ասած մանրամասները թող մի քիչ ավելի հայտնի լինեն, պարզ կլինի այդ ժամանակ։ Թրամփը նաև ասում էր, որ ես Վլադիմիր Պուտինին ասացի, որ Տոմահավք հրթիռներ կմատակարարեմ Ուկրաինային եւ դա ակնհայտորեն իրեն դուր չեկավ։ Այս հրթիռները ինչպես կարող են փոխել գործողությունների ընթացքը, որ Պուտինին այդքան դուր չի եկել, հա, այս հրթիռների մատակարարման մասին խոսքը։ Իհարկե կարող են փոխել, որովհետեւ դրանք լրջագույն հրթիռներ են, հատկապես սա վտանգի տակ ագնդնելու անձամբ Պուտինի կյանքը, որտեվ Մոսկվայի ցանկացած կետ խոցելի է դառնում ճշգրիտ հարվածով ուկրաինացիների համար։ Դրա համար ես ասացի, որ մի քիչ կասկածում եմ, որ կարող է Թրամփը այդ իր խոսքը իրականություն դարձնի, բայց ես ուզում եմ շեշտել, ընդգծել մեկ այլ բան, ուկրաինացիները իրենք ինքնուրույնաբար միգուցե հենց ամերիկյան տեխնոլոգիաներով արդեն սկսել են արտադրել ֆլամինգո կոչվող հրթիռները, որոնք մինչև 1000 կիլոգրամ պայթուցիկ կարող են կրել եւ 3500 կիլոմետր հեռահարություն ունեն։ Դա բավականին լուրջ զենք է։ 3500 այդ նշանակում է ոչ միայն Մոսկվան խոցելի դառնում, այլ շատ ավելի արևելք Ռուսաստանի համար եւ հիմնական թիրախները այսօր մենք գիտենք, որ ուկրաինացիների կողմից դա տարբեր գործարանների, հատկապես նավթի զտարանների ոչնչացումն է։ Տրամաբանությունը շատ պարզ է, ուկրաինական, Ռուսաստանը մեծ երկիր է տարածքով, հետևաբար ինքը շատ մեծ կարիքներ ունի վառելիքի, զինտեխնիկայի համար, տեղափոխման համար, տանկեր, զրահմեքենաներ եւ պատահական չի, որ էշեր ու ձեր են սկսել նաեւ օգտագործել, որտեվ 40%-ով անկում ապրում նավթի զտարաններում վառելիքի տարբեր վառելիքների ստացումը, իսկ ֆլամինգոն հնարավորություն կտա խոցելի դարձնել նաև այլ գործարաններ, որոնք շատ ավելի արևելքում են։ Բացի այդ, հիմնական առաջարվածը կատարվում էր դրոնների անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք ամեն պարագային ճիշտ է լուրջ վնասներ էին հասցնում եւ այլն, բայց միևնույն է, ասենք ինչ 5 կիլոգրամ կամ 10 կիլոգրամ պայթուցիկով հարվածես, ինչ
1000 կիլոգրամով հաստատ 1000-ի դեպքում այդ գործարանները վերականգնել այլևս չեն լինի, որտեղ առաջարվածները դրանք հսկայական սովետից մնացած մեծ գործարաններ էին տարածքներով, ասենք մի արտադրամասը շարքից դուրս էր գալիս, բայց հնարավոր է լինում ինչ որ նորը կառուցել կամ փոխարինել, իսկ եթե ամբողջ գործարանը ավիրվի, այդ դեպքում դա գրեթե անհնարին կդառնա, ոչ թե գրեթե անհնարին կդառնա, որտեղ այսօր շատ սարքավորումներ Ռուսաստանը ինքը չի թողարկում, չի արտադրում, իսկ աշխարհը Ռուսաստանին միշտ չի որ ցանկություն ունի վաճառելու, հատկապես երբ որ ամերիկյան պատժամիջոցները կան։ Այնպես որ ես կարծում եմ Ռուսաստանին դժվար օրեր են սպասվում, բայց նաև ես համեմիջ չեմ այն մարդկանց հետ, ովքեր որ կարծում են, որ մինչև հեսա տարեվերջ Ռուսաստանը կջախջախվի եւ կտրողվի, Ռուսաստանը դիմանալու ռեսուրս ունի դեռ։ Կա այսպիսի մի տարածված կարծիք, ըստ որի Ռուսաստանը այս փուլում, եթե նույնիսկ Թրամփի հետ բանակցի, Թրամփից ուզելու է օգոստոսի 8-ին կնքված համաձայնագրերում ինչ-որ մասնաբաժին, եւ որ ռուս-ուկրաինական այս հարաբերությունների կարգավորումը նաեւ պայմանավորվում է քիչ թե շատ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Դուք ինչ եք կարծում, այստեղ Ռուսաստանը նորից կուզենա մասնաբաժին ունենալ կամ գալ այդ հատված, ինչ կարծիք ունեք այս մասին։ Բնականաբար, եթե նայում ենք ցանկությունների տեսանկյունից, իհարկե կունենա։ Այստեղ խնդիրն այն է, որ արդյոք այդ փաստաթուղթը ստորագրած կողմերը, հատկապես Միացյալ Նահանգները, ինչքանով են պատրաստական ինչ որ տեղ տալու Ռուսաստանին։ Ուզում եմ հիշեցնել, որ փաստաթղթի մեջ հստակ գրած է, որ պիտի այդ անցուղին կառավարվի միջազգային կոնսորցիումի կողմից, որին պիտի մաս կազմեն Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը եւ երրորդ կողմերը, եւ կողմերը հոգնակիով դրած, այսինքն ըստ էության այդ երրորդի տակ կարող լինի մի քանի երկիր, դրա համար անընդհատ խոսակցություններ կա, որ երրորդ ասածը դա Թուրքիան է, երրորդ ասածը դա նաև Ադրբեջանն է, երրորդ ասածը դա նաև Իսրայելն է, երրորդ ասածը դա նաև կարող է լինել Ռուսաստանը, եւ այո, Ռուսաստանի հավանականություն շատ է, հատկապես պատահական չեն խոսակցությունները, որ կարծեմ հենց բանը Արադ Միրզանը Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ Ադրբեջանը դեմ չի, որ այդ միջանցքում ռուսական զորքեր տեղակայվեն։ Այսինքն հերթական անգամ մեր հաշվին ռուսներին լավություն են անում, այսինքն Ադրբեջանը ուրեմն ասել է լեկտիության այն մակարդակին, որ կարող է ռուսներին ինչ-որ բաներ խոստա մեր տարածքի վերաբերյալ, ցավալի իրողություն է, բայց իրողություն է։ Այո, հնարավոր է, այսինքն այդ ցանկությունն ունի, նաև լծակներ ունի, հատկապես նույն Ադրբեջանի տեսանկյունից շատ կարևոր է, որ ամերիկյան ազդեցությունը հակակշռել ռուսական ազդեցությունով, ասենք Ադրբեջանը լավ է հասկանում, եթե միահեծան օրինակի համար ամերիկացիներն լինեին, այդ նշանակում ամերիկյան հարաբերությունների հայ-ամերիկյան ուժեղացում, բայց եթե ռուսներն են այնտեղ, դա նշանակում է իրանք իրար հակակշռելու են եւ Հայաստանը մնալու է էլի առանց ստրատեգիական դաշնակցի։ Նախորդ շաբաթվա ընթացքում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսելու են սահմանազատման գործընթացը արդեն այդ թրիփի հատվածում եւ ամեն ինչ գնում է դեպի խաղաղություն, մենք էլ Թուրքիայում ներդրումներ կանենք, եթե սահմանը բացվի, Գևորգ Պապոյանն էր ասում, Թուրքիան էլ մեզ մոտ կանի, դա նշան է կարծես թե վստահության մի տեսակ մեր իշխանությունների կողմից ընկալվում եւ զուգահեռ իրականությունում Ադրբեջանը ձեռք է բերում Պակիստանից GF-17 տանդր կործանիչներ։ Այսը ում կարող է ուղղված լինել, եթե ոչ մեզ։ Նախ ուզում եմ ասել, որ այդ սահմանանշում կամ դելիմիտացիա, որ ասում է կանենք այս կողմ մենք կողմ, դե գլուխ կովալու բան չի։ Դա արվում է այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է ձեռնատու։ Դա ձեռնատու էր Տավուշում, իրենք արեցին Տավուշում, դա ձեռնատու էր այդ հարավային հատվածում եւ շատ հետաքրքիր իրանք վիճարկում են ընդհանրապես Նռնաձոր Նյուվադի գյուղի հայկական պատկանելությունը եւ այլն, հայրած զեռ է տալիս այդտեղ ոնց որ ասած հստակ սահմանանշումն անեն, որ իրենք իրենց իրավունքները արձանագրեն,
բայց դե հարց է առաջանում, իսկ ինչի չեն անում, ասենք Սիսիան-Գորիս կամ Ղափան այդ հատվածի վրա, որտեղ հայկական ավելի հյուսիս Սիսիանից հյուսիս, որտեղ ադրբեջանական զորքերը մտել են եւ գրավել են ավելի քան 200 քառակուսի կիլոմետր սովետական Հայաստանի տարածքից, միգուցե այդտեղ անենք, ասած ստացվում է որտեղ որ ի վնաս մեզ է, այդտեղ արվում։ Սա առաջինը է, բանը, իսկ վերաբերում է ներդրումներին, նախ այսինքն մեր ներդրումները, որ ասում ենք անենք Թուրքիա, մեզ ինչ, ինձ Արա Պապյան, ցեզ որպես Սանզախա, ինչ, որ ասենք լֆիկը երկու հատ էլ խանութ կբացի այնտեղ, թուրքերի վրա չնայած ինչ պիտի ծախի, ինքը հիմնական Թուրքիայից է բերում, նրանք դա ծախում են, էլի, կծախի եւ իր հարստությունը մի քիչ էլ կշատանա, այդ հարկերն էլ կվճարի Թուրքիան, թուրքերը կշատանան։ Դա այսինքն ուրախանալ դրանով, որ մենք ներդրում կանենք եւ կզարգացնենք Թուրքիան, թարապես անխելքություն է, էլի։ Դա կապիտալ է, որը իր համար շարժվում է, թե որտեղ շահ ունի անում է։ Հիմա էլ կա հայկական կապիտալ 1000 միտեղ։ Սա խնդիրն է նա, որ հարկերն ում են գնալու։ Հասկանում եք, սրա հարցն է։ Եթե օրինակի համար այդ ընկերությունները, որոնք Թուրքիայի տարածքում պիտի աշխատեն, հարկերը պիտի մուծեն ըստ գրանցված վայրի գլխամասային, ասենք գրասենյակի Երևանի, այդ ուրիշ բան է, բայց այդպես չի լինելու։ Ես վստահ եմ, որ իրան գրանցել են որպես թուրքական ընկերություն Թուրքիայում ու վճարել են հարկերը Թուրքիայում, իրանք Թուրքիան դա թույլ չի տա։ Հասկանալի է, բայց հակառակն ալնելու թուրքական կապիտալը գալու է այստեղ, մտնելու է հայկական շուկա, մտնելու է շատ մեծ կապիտալով, որին հայերը մրցակից չեն եւ հայաստանյան միջին ու փոքր բիզնեսը սննկանալու է, որտեվ էլի գաղտնիք չի, որ տարեկան 300 միլիոն դոլարի ապրանք Թուրքիայից փոքր եւ միջին բիզնեսը բերում է եւ Հայաստանում վաճառում է։ Հիմա դա լինի մեզ համար ցանկալի չլինի, դա իրողություն է։ Մարդիկ հազարավոր մարդիկ բերում են, ասենք 5000-ի, 10000-ի, 20000-ի, 50000 դոլարի ինչ որ մի ապրանքը քանան գնում են, ջոկում են, փողը տալիս են կանխիկ բերում են, այստեղ վաճառում են, ապրուստ են հոգում, ինչ որ նաև հարկեր են բնականաբար վճարում, որտեվ դա ներմուծում են։ Հիմա դրա փոխարեն գալու է մի հատ թուրքական ընկերություն հայ օլիգարխներից մի 2-3 հետ պայմանագիր են ստորագրելու ու ասենք հազարավոր տոննաներ ապրանք են լցնելու Հայաստան, որ կրկնում եմ դուրս մղելով միջին եւ փոքր բիզնեսը։ Ընդհանրապես երկրները, որոնց բիզնեսները կայացած չեն, ինչ են իրականացնում փակ դռների քաղաքականություն կամ պրոտեկցիոնիզմի, որովհետեւ դուք ու շուկան ես պաշտպանում։ Հասկանում եք, եթե դուք թույլ եք, դուք չեք ազատորեն մրցում, ազատորեն մրցակցության են գնում են երկրները կամ այն ոլորտները, որոնք արդեն կայացած են, կարան մրցեն եւ ասում թող ուժեղը հաղթի, բայց դա ակնհայտ է, չէ՞ որ մենք չենք ուժեղը լինելու, ոչ մի առումով ուժեղ չեն կարող լինել, այդ մեծ ընկերությունները, որոնք միլիարդների հետ են տեղ գործ ունեն, որտեղ իրանց շուկան էլ մեծ է։ Մյուսը նա է, որ այդ որ մեծ խոսում են մենք սա կանենք, նրանք չեն կարող, որտեղ Թուրքիայի օրենքները այդ թվում նաև Արևտրի միջազգային կազմակերպություն անդամակցելիս վերապահումները Թուրքիայի շուկան շատ ավելի պաշտպանված են պահում, քան մեր օրենսդրությունը, մեր շուկան։ Եվ ես դեմ եմ եղել սահմանի բացմանը, հանուն որի ամեն ինչ տալիս են, որովհետև սահմանի բացումը բերել է Հայաստանի տնտեսության մասնավորապես գյուղատնտեսության կործանման։ Դուք ու շուկան պիտի պատրաստես, օրենսդրորեն պիտի պատրաստես նաև, պիտի պատրաստես բանկային համակարգով արտոնություններ տալով, ասենք վարկեր, բաներ քո այսօր քո գյուղացիությունը սննկացած վիճակում է եւ եթե այդ ընկերությունները թուրքական գան ու սկսեն գյուղատնտեսական հողեր առնել Հայաստանում, 2 տարի հետո ներդրելով 2 միլիարդ դոլարը, որ ընդհանրապես փող չի, այն կիսամեռ գյուղերը, որտեղ մի կերպ կյանքը շնչում է, այդ կիսամեռ գյուղերը եւս կմեռնեն, որովհետեւ հայրենասիրություն, բայց երբ որ շուկայական գինը X գյուղում, ասենք տան $20000, իսկ գալիս է թուրքական ընկերությունը եւ տալիս է $30000, հաստատ ծախելու են։ Ծախելու են գնան Ռուսաստան եւ այլն, եւ իրենք դա իրականացնում են, դրա քաղաքականությունից մեկն է Հայաստանի
մարդաթափումը, թուլացումը, դա առաջ անում էին ջարդերի եւ կոտորածների միջոցով, հիմա իրանք անելու են այլ ձևերով։ Նայեք, երբ որ դա թշնամիա, թշնամիներիդ մտադրությունը, այն է, դուք կարաս ինքնախապույցությամբ հազարում ինչ որ բաներ։ Ճիշտ քաղաքականությունը Թուրքիայի հետ ընդհակառակը, դա սահմանի փակ պահելն է։ Դա Հայաստանում տնտեսության զարգացում եւ այլն տարբեր հնարավորություններ, որովհետեւ երբ որ ասում են սահմանը կբացենք, ինչ ես արտահանելու եւ ծախելու, որ այսօր դու չես կարողանում ծախել։ Չես կարողանալու այդ ամբողջը ծախես։ Մյուս կողմից էլ այն ինչ որ պետքա ներմուծել, իրանք բերում են։ Ճիշտ է, կապրենք կտեսնենք։ Իսկ Հայաստանի դեպի Եվրոպա գնալու հարցով Արարատ Միրզոյանը նաև DW-ին տված հարցազրույցում ասաց, որ կուզենք վաղը կդիմենք, գուցե հաջորդ ամիս, գուցե հաջորդ տարի, հա, մոտավորապես այսպես, այդքան հեշտ է ամեն ինչ անել եւ եթե այդքան հեշտ է ինչու չենք դիմում, պարոն Պապյան, ըստ ձեզ։ Չէ՞ խոսում, այլի հիմա նույն օրերին Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է, որ վեկտորի փոփոխություն չկա, այդքան հեշտ չի։ Նախ ակնհայտ է, որ Հայաստան չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ եւ Եվրոմիության անդամ, չի կարող։ Իրարամերժ է, երկու տարբեր մաքսային միություններ են, երկու տարբեր տնտեսական դաշտեր են եւ այլն։ Էլ չեմ խոսում անվտանգություն մյուսը։ Հենց այդ պատասխանը, կուզենք վաղը կդիմենք, կուզենք մի տարի հետո, դա ոչ մի ծրագիր չկա։ Դա քամի է։ Ուղղակի ընտրություններից առաջ սիրուն, հենա 7 տարի է խոսում են դեպի Եվրոպային գնում, դեպի Եվրոպային կես քայլ մոտեցել են Եվրոպային, ընդհակառակը։ Շատ երկրներ, որ ասենք անգամ այդ վիզայի ազատականացման հարցը կար, շատ երկրներ դրել են եւ սահմանափակում են Հայաստանի քաղաքացիների մուտքը իրանց երկրներ, բանը տարբեր, որտեվ կամ նույն ձևի այսօր ասենք նույն Nvidia-ն, որ ուզում է եւ դա Հայաստանի իշխանությունների շնորհքը չի, այլ դա մեր Սփյուռքա եղբայրների հիմնական աշխատանքն է, $500 միլիոն ներդրում անի եւ Հայաստան դարձի արհեստական բանակ կենտրոններից մեկը, հիմնական խնդիրը քաղաքական է, որ դեռևս ձգձգում է, որտեվ Միացյալ Նահանգները ուզում է հասկանալ արդյոք կարելի է թշնամու մաս կազմող ենթակայության տակ գտնվող, այսինքն Ռուսաստանը որպես շտամի երկիր է, Հայաստանին նման տեխնոլոգիաներ տալ, դա սա է հարցը, եւ ճիշտ է բավականին բարձրաստիճան եւ ազդեցիկ ամերիկացիներ եւ ամերիկայել փորձում են համոզել, բայց դեռ այդ հարցը ձգձգվում այնց այդ պատճառով։ Իսկ ստացվում է մի բան, մենք խոսում ենք, մենք չէ իշխանությունները դեպի Եվրոպա գնալու մասին, ոչ մի քայլ չենք անում, ոչ մի քայլ չենք անում եւ ոչինչ չենք անում այդ ուղղությամբ, ընդհակառակ ավելի ենք վատացնում, այսինքն մենք տեսնում ենք, որ հիմա Հայաստանում բռնատիրությունն ավելի ուժեղացած է, խոսքի իրավունքը ավելի սահմանափակ է եւ այլն, հետո ասենքն ուզում ենք, որ ինչ որ ավելի լավ լինի, չի լինելու։ Նախ հետո այդպես չի էլի, մինչեւ դու դառնում ես Եվրոմիության անդամ կամ դիմում ես, այնտեղ կա ասոցիացված անդամ մասի, որի շուրջ եթե հիշում եք, բանակցություններ էր տարիների վեր վարվում, դա Սերժ Սարգսյանի օրոքել ա եղել, հետո որ մի գիշերվա մեջ գնացինք տառանք ԵԱՏՄ անդամ եւ այլն, հիմա էլ Եվրոպա գնացող ես, խնդրեմ այդ բանակցությունները ավարտիր, ստորագրիր ասոցիացման համաձայնագիրը կամ դառ տեխնացու հետո բանը, բայց դե իրենք ասում են լավ հասկանալով, որ ժողովրդի մեծ մասը չի խորանալու մանրամասների մեջ եւ ընտրություններից առաջ դա լավ է, այլ այսպես Եվրոպային գնալու ամեն ինչ լավ է լինելու, այո, ճիշտ է, իշխանության պատկերացման Եվրոպան Շանհայով ու Մինսկով է անցնում, բայց դե սա է։ Պարոն Պապյան, իսկ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում այս բան ինչ վիճակ է, սառույցը հալվեց, կարծես թե։ Ռուս-թուրքական լայն առումով թուրքական, որովհետև Ադրբեջանը հաստատ է թուրքական աշխարհի մասնակազմում, շահերը հակոտնյա են, իրարամերժ եւ թշնամական, գլոբալ առումով աշխարհակաղակական աշխարհատն այդ ձև է, եւ դա նոր չի, դա դարեր շարունակ է եղել եւ Ռուսաստանը իր գոյության ընթացքում կայացել է մրցակցելով թուրքական աշխարհի հետ, այն որ գնում էր Ղրիմի խանության դեմ կռիվեր անում, Ղրիմեր կամ դրանից առաջ, որ Աստրախան էր գրավում, Կազան էր գրավում 1552-ին, Կազան 1556-ին, Աստրախան, այդ ում դեմ էր կռվում, թուրքական աշխարհի դեմ։ Ռուսաստան իր գոյությամբ այդ ձևա կայացել, եւ շահեր իրարամերժ են, չի կարող հաշտություն լինի։ Սա պարզապես տակտիկական, այսինքն հարց էր, որ Ալիևին այդ գլխացավանքը ինչ որ պետք էր Ալիևը հասավ։
Ինչ որ պետք էր Ալիևը սիրուն ասավ, ներողությունն էլ հասավ, որ այդ բոլոր դիրքերը ինչ որ բիզնեսային խլել էին Ռուսաստանում հետ տրվեցին, դեռ լկասն են, տեղ մարդկանց կպատժեն եւ այլն։ Հասավ, որովհետեւ Պուտինին պետք է Ադրբեջանի վրայով դեպի Իրան այդ ճանապարհը եւ դրա համար իրանք զիջումների կգնան, բայց մեծ առումով դեռ արժևում նման միջադեպեր շատ են լինելու, քանի դեռ Ռուսաստանը ոնց որ ասած կա, պիտի մի բան լավ հասկանալ, որ ինչքան է Ռուսաստանը խոսում արևմուտքի դեմ եւ այլն, Ռուսաստանի դագաղի վերջին մեխը փողը դա թուրքական գործոնն է լինելու եւ դա էլ անում են։ Իրանք մեխերա որ խփում են, այո, շատ վտանգավոր է Չինաստանը լայն առումով, բայց Չինաստանը Ռուսաստանին չի սպառնում։ Չինաստանը սպառնում է ռուսական գաղութներին, որոնք մաս են կազմում Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք քանի որ ֆիզիկապես Սիբիրն ու Հեռավոր Արևելքը Ռուսաստանի մաս է, մենք դա որպես գաղութ չենք ընկալում, ինչպես օրինակ Բրիտանիայի պարագայում, երբ որ ասենք Հնդկաստանը հազարավոր կիլոմետր հեռու էր կամ Իսպանիայի պարագային ամբողջ Լատինական Ամերիկան, ասենք, իսպանախոս մասը նկատի ունեմ, ասենք ինքը սպառնում է ռուսական գաղութը, այդ թուրքական գործոնը սպառնում է բուն Ռուսաստանին, որտեվ կրկնում եմ Աստրախան, Կազան, Ղրիմ, սրանք բաներ են, իսկ դե լավ Ղրիմում այդքան հիմա արդեն թուրքեր չկա, բա ոնց են լուծելու Աստրաբանի, Թաթարստանի հարցը, Բաշկորդոստանի հարցը եւ այնտեղ հետեւողականորեն զարգացնում են թուրքական ինքնությունը եւ շատ ակտիվ է Ալիևը, մենք կարծեմ նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք հոկտեմբերի 7-ին Գաբալայում կայացած թուրքական պետությունների 8-րդ միջազգային համաժողովի մասին, որտեղ 8 երկիրներ կայեր, թուրքական իրար սեր էին խոստովանում եւ Ալիևը առաջարկում էր համատեղ բանակ ստեղծել, այդ համատեղ բանակը ում դեմ է։ Հայաստանի դեմ չի, Հայաստանի պետք չի, Հայաստանի դեմ, Հայաստանը փոքր երկիր, Ադրբեջանն էլ կա Հայաստանին ջախջախի հարց չի, այդ համատեղ բանակը Միջին Ասիայի երկրների հետ Թուրքիայի հետ, դա վստահաբար Միացյալ Նահանգների դեմ էլ չի։ Դա կարա լինի Ռուսաստանի դեմ։ Եվ դա էլ ստեղծում է Ռուսաստանն անկալվում որպես գաղութարար երկիրը եւ պատահական չէր, որ օկուպացիայի մասին խոսեց Ալիևը Ռուսաստանի կողմից 1920 թվականին ռուսները իհարկե կեղծեցին պատմություն ասելով, որ օկուպացիայի համար պիտի գոյություններ ադրբեջանական պետություն, այո, 20 թվականին կար այդ պետությունը։ Այո, ինքնահռչակ էր, դե ֆակտո էր միայն ճանաչված, դե յուրե ճանաչում չուներ, ինչպես օրինակ Հայաստանի պարագային, որը Սևերի պայմանագիր էր ստորագրել, որը դե յուրե ճանաչման մասական, բայց անհարթ այդ պետությունը կար, դեսպաններ էր փոխանակել որոշ երկրների հետ, ինչ որ բաներ կային։ Այնպես որ սա ոնց ասած ցուցանիշներ են, որոնք այսօր կարող է մի փոքր նահանջեն, որտեվ Ալիևին էլ պետք չի, Պուտինին էլ պետք չի, բայց վաղը նորից ի հայտ են գալու։ Եվ վերջում Գազայում հրադադարը խախտվեց։ Կարելի է սրանով համարել, որ Թրամփի ամենուր խաղաղության հասնելու այս շոուն մոտենում է ավարտին։ Գիտեք, ես չեմ կարողանում հասկանամ, արդյոք Թրամփը այդքան միամիտ մարդ է, որ իրան թվում է, որ պատերազմները դրանք ինչ որ ցանկություններով են առաջանում կամ ցանկություններով են ավարտվում, չէ։ Պատահում դա շատ բազմագործոն երևույթ է, շատ խորքային հաճախ հարյուրամյակների խնդիրներ ունեցող իրեր մեջ սկսած տնտեսական շահերից վերջացած հոգեբանական խնդիրները այդպես է, նույն հայ-թուրքական հարաբերությունները վերցեք, ու այդ ձև չի որ Նիկոլ ասում է, հա ճանապարհը բացենք, ասում եմ մի քիչ Բադրջան ու Բիբար կծախենք, խաղաղ կապրենք։ Մենք սովետի ժամանակ Ադրբեջանի հետ
գերինտեգրված ենք ոչ թե Բադրջանի մակարդակի, շատ ավելի լուրջ, բայց դա չխանգարեց եւ ես բազմաթիվ անգամ եմ ասել, որ տնտեսական համագործակցությունը պատմական փորձից տալի չի կանխում պատերազմները, տնտեսությունը նյութական շահը կապ չունի պատերազմների հետ, դա գործոններից մեկն է եւ ոչ առաջնային, որ եթե այդպես լիներ, հարևան երկրների մեջ դի պատերազմ չլինի, հիմնականում պատերազմը հարևան երկրների մեջ է, թեև հիմնական առևտուրն ու տնտեսական շահն էլ հարևան երկրների մեջ է, դա տարբեր է, այսինքն այդ գործոնները դրանք այդպես գործում են։ Հիմա բանը, եւ ուզե տարիքից է շտապում է Թրամփը ինքը արդյունքներ է ուզում, էլի որ ցույց տա ես արեցի, բան եւ պատահական չէ, էլի որ նույն Շարմալ Շեյխումն են շուրերը եկի ասում էր բանը Ալիևին, այստեղ են մեկելուր այն մյուսը բանկո հայրենակիցը, տեսեք ես ասում եմ 32 տարի կռիվ էին անում, ես եկա խաղացություն, բան չունի ցույց տալու։ Բայց բնականաբար այդ բաներ ասի ցույց տա բանա, հիմա գիտեք, այդ տարիքից էլ է։ Ես դա նկատել եմ, ինքս փորձում եմ զուս վլնել այդ հարցով, բայց մարդը ինչքան տարիք անցնում է, ավելի մեծ տարիքում ես նկատել եմ, մարդիկ սիրում են ինչ-որ բաներ ցույց տալ, բան էլի, ասենք արդյունքներ, հիշել, որ ես, բան գիտես, կարող եմ ամբողջ կյանքս տաքսի եմ քշել, բայց ես ջայլ ժամնա գիտես ինչ է, Վլադիկավկազ ու չգիտեմ ոտի տակ էի, դա բաներ են։ Հիմա այս Տրամփն է, ինքը ուզում է, այսինքն իր տարիքն է, ինքը ինչ-որ բաներ ցույց տա, ինչ-որ բաներ անի եւ վատը դա չէ որ Տրամփը այդպեսին է։ Ամեն տեղ վատն է, որ ինքը կարողացել է ամերիկյան հասարակության մեջ, այդ թվում նաև քաղաքական ղեկավարության մեջ մթնոլորտ ստեղծել, որը ոնց ասած ընդունելի չի։ Էլի գիտեք, երբ որ սովետական իրականության մեջ էս գծնանքը տեսնում, մի տեսակ արդեն վարժվել ենք, էլի դա սովետներ դրա վրա էր, այդ կուսակցապետություններ, բաներ եւ այլն, նույնը Հայաստանում ենք տեսնում, կուսակցապետությունա, չէ՞, որ Բրեժնևն էլ բանն է, Նիկոլն է։ Մի տեսակ Ամերիկան չի սազում, չգիտեմ, երբ որ տեսնում ես, որ կողքից լուրջ մարդիկ նստած Թրամփին գովում են, ասում են դու ես, տես խազում, չի լինելու այդ խաղաղությունը։ Խաղաղությունը գազային ոչ մեկի ձեռնատու չի։ Ոչ մեկի, ոչ արաբներին է ձեռնատու, ոչ հրեաներին է ձեռնատու, ոչ, չգիտեմ, Իրանին, ոչ էլ անգամ Ամերիկային, ոչ մեկը ոնց արնելու այդ խաղաղությունը, կարելի է զինադադար կնքել, ասել ամեն ինչ լավ է, մի 2 տարի ինչ որ մի քիչ ավելի հանդարտ կլինի։ Դուք գիտեք, որ ՄԱԿ-ի օգնության 40%-ից ավելի հենց գնում է պաղեստինցիներին եւ այլ։ Բայց այդ ՄԱԿ-ն էլ շահագրգռված չէ։ Այդ փողերը, որ ստանում են եւ վերաբաշխում են, որից էլ իրենք ստանում են բարձր աշխատավարձեր, էլ չեմ ասում, նաեւ գրպանումներ են անում, բայց սա կրճատվելու է, չէ՞, եթե խաղաղություն լինի։ Պատերազմը ամենամեծ բիզնեսն է աշխարհում երբևէ եղած, միշտ էլ այդ բիզնեսները կա։ Հիմա այդ հակասության վրա բա 75 տարի է բանեն refugee camps գաղթականական ճամբարներ են պահում միլիարդների մենակ այս վերջերս մենք քանի սկանդալը լսեցինք այդ օգնության յուրացումների մասին բաներն դա միշտ եղել է բայց եթե չլինի այդ գաղթականը չլինի այդ օգնությունը ինչ դին բայց շեյխերին ոնց են ստիպելու միլիարդներ եւ տասնյակ միլիարդներ տան բանը չէ ցավոք սրտի չլինի մենք ասում մեր դարդը լացենք մեր դարդը հետեւյալն է Հայաստանը պիտի հստակ հասկանա որ աշխարհը թևակողել է ոչ կայուն ժամանակաշրջան, որ պատերազմները, եթե առաջ մի տեսական կալելի չեն, հիմա դառնում են ավելի ու ավելի ընդունելի միջոց խնդիրներ լուծելու եւ Արցախի հարցն դա ցույց տվեց, ուրեմն ամեն ինչ պետք է անի, որ Հայաստանը կարողանա իր ինքնապաշտպանությունը եւ տնտեսական ինքնաբավությունը առավելագույն բարձր աշխարհի բարձրացնելու։ Ես օրինակ չեմ տեսնում, ոչ տնտեսական առումով, ոչ ռազմականում, որ լուրջ բան արվի։ Այո, կա ուժեղ PR կամպանիաներ, sense հեքիաթներ եւ այլն, հիմա էլ ինտենսիվ սրան բռնենք, նրան բռնենք, նախքին կաշառակերա, այս ընտրություններից առաջ բնականում բռնոցիները կշատան, չի շակում, որ ես դեմ եմ, որ այդ բռնեն։ Իհարկե, բռնողների մեծ մասը, բռնվողների նախքին մեծ մասը, բայց ոչ բոլորը կաշառակեր են եւ ազնիվ, բայց երբ որ ես դա տեսնում եմ, որ 7 տարի ոչինչ չեն անում եւ ընտրությունից կես տարի առաջ սկսում է այդ բռնոցին, հատկապես բռնել դեռ չի նշանակում արդարորեն դատավճռով դատապարտել, այլ ոնց որ նախկինը մեր սիրուն կթում են բաց են թողում, լուրջ կասկածներ է առաջանում, որ դա այլ նպատակներ ունի։ Մեր խնդիրը, այսպես ասած,
գոյատևել, այս գոյատևելը, սկզբից գոյատևել, հետո զարգանալ, առանց գոյատևում զարգացում չկա։ Իսկ գոյատևման համար հաստատ այս քաղաքականությունը, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանն, այն է քծնանքի եւ զիջումների հաշվին գնալ խաղաղության ցավոք սրտի իրականանալ չի, ասում եմ ցավոք սրտի։ Ես կուզեի, որ անգամ անընդունելի գինա տալիս։ Ես կուզեի, որ անգամ այս անընդունելի գնով չի լինելու ամենացավալին սա։ Ձեր այն հարցի մեջ, որ հարավից սկսեն դելիմիտացիան աշխման, հենց հարավից էլ զիջումները սկսելու են։ Շնորհակալություն պարոն Պապյան զրույցի եւ վերլուծության համար։ Մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումն է, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։